Այսինքն օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը գնա, հետ գա Հանրապետականը, դուք դեմ կլինեք։ Նիկոլական, թե Նիկոլը նախկին Նիկոլական, օրինակի համար։ Ազգային ժողովում եք կայանում եք որպես անկախ պատգամավոր, ընդդիմադիր հարցեր եք բարձրաձայնում, բայց իրականում դուք Նիկոլ Փաշինյանի շահն եք սպասել։ Շատ վտանգավոր է, քան մեկ պատկերացնում եք էլեմենտար այդ բանը, որ իբր բանից ազատվի։ Գարեգին Սփազանի կաթողիկոսից ազատվի։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը ընդունակ է թալանել։ Դա ժողովուրդը չի վստահում։ Բայց չլիներ, եթե ամեն ինչ նորմալ լիներ, Նիկոլ Փաշինյանը 2018-ին չի հաջողվել։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ։ Հիմա եթե հաջողել է, բայց այդ ամեն ինչը չի շարունակվում, հիմա չկա դա։ Հիմա որոշ բաներ ավելի վատ է, քան թե այն ժամանակ։ Փոշմանել եք, որ եք 2018-ին միացեք Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Դեղով մեղադրանք է։ Ինչ ես լեկցիա կարդում, դու չես հասկանում, որ ժողովուրդը քո հանդեպ հակակրանք ունի։ Սերժ Սարգսյանը չարիք բերում էր Հայաստանը։ Բերում էր։ Այո։ Ավելի շատ թե քիչ։ Բայց Սերժ Սարգսյանը չի արել այնպես, որ ես եւ Նիկոլ Փաշինյանը գանք իշխանության։ Ինքը չի եղել մեղավոր։ Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ չարիք բերում, թե Նիկոլ Փաշինյանը։ Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Նախկին բարգերին ասելա չէ, այդ եղել է։ Իհարկե ասելա։ Ասելա չէ, բայց հետո նախկին բարգերը շարունակվել է։ Դե դա ուրիշ հարց է։ Դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Նիկոլին հեռացնում ենք, հոգնած է այդ մարդը։ Նախկին Նիկոլական չի լինում։ Հաճախ այս պնդումը հանդիպում ենք սոցցանցերում։ Այսօր իմ հյուրն է նախկին Նիկոլական ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ումից էլ կփորձեմ ճշտել արդյոք լինում է նախկին Նիկոլական թե ոչ, ինչպես նաև կհարցնեմ մի շարք այլ բոլորիս ուզող հարցեր։ Ողջույն, պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Լինում է նախկին Նիկոլական։ Գիտեք, անընդհատ այդ նմանատիպ հարցադրումները որ կան, նախկին Նիկոլական չի լինում, նախկին դաշնակցական չի լինում, նախկին չգիտեմ, աղացայական չի լինում։ Երևի թե մի ժամանակ որ ասում են նախկին աղացայական չի լինում, կակեբեշնիկ, սովետականության ժամանակ, երևի մենակ այդ ժամանակ է դա ինչ-որ իմաստով, մեջը նաև իմաստ պարունակում, բայց հիմա այդ միտքը կներեք հազար անգամ իհարկե մի քիչ արժեզրկվել է։ Բայց եթե խորանանք բառի էության մեջ, հələ հարցը ես եմ նախկին Նիկոլական, թե Նիկոլը նախկին Նիկոլական, օրինակի համար։ Ուզում եք ասել դավաճանել է Նիկոլ Փաշինյանը սկզբում։ Այո, դա եմ ուզում ասել։ Ես որ սկզբունքին եմ, որ սկզբունքից եմ հետ կանգնել։ Ես ոչ մի սկզբունքից հետ չեմ կանգնել, բայց ինքը իր շատ սկզբունքներից հետ է կանգնել, որովհետև այս ժամանակ, երբ որ ես իր ծանոթացա եւ իրան շատ բարձր էի գնահատում, շատ արժանինքներ, բայց ես նաև նկատում եմ, որ իր մեջ կա նաև էլեմենտներ, որոնք բացասական են եւ որոշ դրսեւորումների դեպքում կարող է պատահի բացասական ազդեցություն ունենան ամեն ինչի վրա։ Ես փորձել եմ պայքարել գնահատելով մյուս արժանինքները, բայց հաջողության չեմ ասել, որովհետեւ ինքը լրիվ ուրիշ ճանապարհով գնաց։ Իսկ այն ժամանակ չէիք զգում, որ օրինակ այն մարդը չի ում հետևից որ պետքա գնայիք։ 2018 թվականին ոնց ստացվեց, որ հավատացիք։ Ես այս ժամանակ գտնում եմ, որ անկեղծ ասած ես այդ միջև իր ծանոթանալս մի 10-12 տարի Հայաստանում չեմ եղել եւ կտրված եմ եղել քաղաքական գործընթացների, մարդկանց ճանաչելու այդ հնարավորությունից։ Հետեւաբար իր մասին ես շատ բան չեմ իմացել։ Կինս ուղղակի հիշեցրեց, որ 90 քանի թվականին ինքնից հարցազրույց ավեցրել մի անգամ այն ժամանակ, որ պատգամավոր էի։ Բայց երբ որ ես ծանոթացա իր հետ, ես լրիվ հավատով էի լսված, որ փաստորեն ինքը այն գծի վրա է մոտավորապես հասարակական քաղաքական պատկերացումների շրջանակներում ոնց որ ես։ Իսկ ըստ ձեզ հեղափոխություն եղավ ի վերջո 2018-ին, որովհետև շատ են քննարկում, որ հեղափոխություն չի եղել, եղել է իշխանության փոխանցում, դուք եղել եք ԿՊ-ի ներսում։ Հեղափոխություն եղել է, որովհետև ժողովուրդը դուրս եկել փողոց։ Ասենք ժողովուրդը չի պատկերացել, որ Աղազարյան Հովիկի կարող է խափում է, մանիպուլացնում է, կամ ուժեր կան Աղազարյան Հովիկի թիկունքում, որոնք մանիպուլացնում են։ Ժողովուրդը դուրս եկել փողոց, հեղափոխություն արել, ժողովուրդը նախկին բարգերին ասելա չէ, այդ եղել է։ Իհարկե ասելա չէ, բայց հետո նախկին բարգերը շարունակվել են։ Դե դա ուրիշ հարց է։ Ստեղծել ժողովրդի մեղքը բանա քիչ է, որովհետև ժողովուրդը կարող է հետագայում ասենք սրբագիր իր սխալները, դա հնարավորությունը դա է, բայց որ ժողովուրդը փողոց է դուրս եկել, դա միանշանակ է։
Հիմա օրինակ շատ ընդդիմադիրներ ձեզ մեղադրում են նրանում, որ դուք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն եք, այսպես ասած, հա, այսինքն ազգային ժողովում ներկայանում եք որպես անկախ պատգամավոր, ընդդիմադիր հարցեր եք բարձրաձայնում, բայց իրականում դուք Նիկոլ Փաշինյանի շահն եք սպասարկում, քանի որ նույն իմպիչմենտին չեք միանում, հա, կան նաև այդպիսի մեղադրանքներ։ Ինչու է այդպես։ Ինչ չեք անում։ Երբ որ մի հատ տեսական տարբերակ քննարկենք ցեցեվակի, ասենք թե գա մի պահ, որ պարոն Ասլանյանը պարոն Փաշինյանի ձախ ձեռքից թևը մտած, ես աջ թևը մտած, կուղեկցենք ԱԱԾ-ի պատվալ։ Միևնույնն է, այդ ժամանակ նորից լինելու են մարդիկ, որ ասեն, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, որովհետև եթե մենք իրեն չուղեկցեինք ԱԱԾ-ի պատվալ, այդ ապահով տեղը, ապա ժողովուրդը լիչնի դատաստան կտեսներ Փաշինյանի նկատմամբ, այսինքն մենք լինելով Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ, փաստորեն իրեն փրկեցինք ժողովրդի դատաստանից։ Այդ խոսքերը ասվել են մինչև վերջ։ Բայց պետք է ես այն բանի կողմնակիցն եմ, որ պետք է դատել մարդու արածներից։ Հիմա եթե ես Նիկոլի պրոյեկտն եմ, պարոն Ասլանյանը Նիկոլի պրոյեկտն է, մենք միասին Նիկոլի պրոյեկտն ենք, եւ որպես Նիկոլի պրոյեկտ լինելով հանդես այնպեսի բան կանենք, որը ընդունելի կլինի շատերի համար մեր հասարակության բանի համար, որպես դիմա ես դա հետևից ոչ պայքարում եմ ոչ էլ բան։ Դուք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանին կուղեկցենք ԱԱԾ-ի պատվին, դուք համարում եք, հա, ենթադրենք, բայց եթե հնչեցրեցիք այդ միտքը, ուրեմն մտածել եք այդ մասին։ Դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Չէ։ Հնարավոր չէ։ Ինչ պետք է լինի, որ համարեք, օրինակ, էլ ինչ պետք է լինի, որ համարեք։ Հա, ես ընդդիմության տեսանկյունից եմ ասում։ Եթե փաստաթուղթ ստորագրվի, որ Ադրբեջանի 300,000 փախստականները պետք է վերադառնան Հայաստան, ապա ես կհամարեմ արդեն որ ինքը դավաճան է։ Իսկ ինչպես եք վերաբերվում խորհրդարանական ընդդիմությանը։ Իրականում ինչ եք կարծում, իրենք ինչ որ բան անում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, եւ եթե անում են, ինչի չի ստացվում։ Չէ՞ որ առավել եւս 2020 թվականից սկսած տարբեր տիպի ակցիաներ, ցույցեր, գործողություններ են տեղի ունենում։ Ինչն է պատճառը։ Գիտեք ինչ կա։ Օրինակ ես եկել դաշնակցության մեջ, դաշնակցության գերագույն նախագահն եմ եղել մի պահ, ինձ հեռացրել է կուսակցությունից, եւ ես այս ողջ ընթացքում գրեթե որևէ բացասական բան չեմ խոսացել դաշնակցության հասցեի։ Մի անգամ քննադատական միտք եմ արտահայտել, դա շատ կոռեկտ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մեզ վռնդեցին, էլի ես գրեթե որևէ բացասական բան չեմ ասում, բայց անընդհատ այդ խոսակցությունը լինում է եւ անընդհատ իբրև պետք է արդարանան, որ սենց է։ Հիմա այդ կա, այդ ուժես չուժես կա, այդ բանը բերը պիտի քուսերի վրա դու կրես, քուսակացած խոսք ասելուց, քուսակացած միտք ասելուց, դա պետք է հաշվի առնես եւ դրանից ված չզգաս։ Բայց հիմա ասենք ընդդիմությունը ինչի չի հաջողության հասնում, խորհրդարանական ընդդիմությունը չի հաջողության չի հասնում։ Մարդիկ ճանաչում են այդ մարդկանցած ճանապարհը։ Գիտեն երեք չեմ իսորը ոնց են իշխանության եղել, գիտեն ոնց են ընդդիմություններին կազմակերպել։ Դրա համար երբ նստում են ես շատ ազնապես չեմ ուզում ազնվորեմ, բայց կան դեպքեր, ասենք, որ նստում ես այս բաներ են խոսում, այս լուրջ դեմքով խոսում են, մտքեր են ասում, նայում ես ասես ցավոտ տանեմ։ Օրինակ ինձ այդքան քննադատում են ինձ, որ դաշնակցությունից տեղափոխվել եմ ընդ բանման, բայց որևէ առարկայական բան չեն կարող գտնեն ինձ մեղադրելու համար։ Տեղով մեղադրանք ես։ Ինչ ես լեկցիա կարդում, դու չես հասկանում, որ ժողովուրդը քո հանդեպ հակակրանք ունի։ Ես նկատի չունեմ Ռոբերտ Քոչարյանին, իմիջիայլոց նախապես ասեմ, որ նկատի չունեմ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հակառակը, այս վերջի ժամանակներս ինքը բավականին հաջող է հանդես գալիս, անկախ այն բոլոր թերություններից, որ ունեցել է եւ այլն։ Նկատի չունեմ իրան, միանգամից ասեմ։ Ու չեմ ասի թե ում նկատի ունեմ։ Բայց ես հարցին եմ պատասխանում, ես դեռ հարցին եմ պատասխանում, որ ժողովուրդը վստահություն չունի բանը հին իշխանությունների նկատմամբ, որտեղ ես ընդդիմությունը նախին իշխանություններն են։ Ընդդիմությունը, եթե դուք նկատի չունեք Ռոբերտ Քոչարյանի, ես կարող եմ ենթադրել, որ դուք նկատի ունեք Սերժ Սարգսյանին։ Ոչ Սերժ Սարգսյանին։ Իրաց շրջապատի մարդկանց։ Լավ, համարենք իրենց շրջապատի մարդկանց։ Կա տեսակետ, որ Չէ, օրինակի համար 10 տարի առաջ, 15 տարի առաջ որպեսզի դպրոցում ուսուցիչ աշխատեին, $3000 կաշառք չէին տալիս։ Ես չեմ կարող ասել։ Հնարավոր եղել է նման խոսակցություններ, բայց հիմա կան ընտրությունների ժամանակ փող չի բաժանվել։ Նորից չեմ կարող ասել, այո, եղել են այդ խոսակցությունները։ Ես կարամ ասեմ ու ուրիշ ձևով կարամ ասեմ նույնիսկ, որ այդպես եղել է։
Հիմա դե եղել է, հիմա քո չես կարելի ժխտես։ Դե պետք չի, գոնե ասա գալատ ենք արել, սխալվել ենք այդ ժամանակ այդ ձևեր, մենք հիմա հակացել ենք մեր սխալ։ Դու գասես դու սրբի դեմքով խոսում ես, դա մա ժողովուրդը չի վստահում։ Չլիներ, եթե ամեն ինչ նորմալ լիներ, Նիկոլ Փաշինյանը 2018-ին չէր հաջողվել։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ։ Հիմա եթե հաջողել է, բայց այդ ամենը չի շարունակվում, հիմա չկա դա։ Հիմա որոշ բաներ ավելի վատ է, քան թե այն ժամանակ։ Որոշ բաներ ավելի վատ է, քան թե այն ժամանակ։ Միակ բանը, որ միջև այսօր պաշտպանված է, այն վտանգված է լինելու 26 թվականին, դա այն է, որ հեղափոխությունից հետո ընտրությունները անցել են թափանցիկ, արդար եւ հավասար։ Հիմա 26 թվականին դա էլ է վերանալու, իրարկվելու է ընտրակեղծարարության, ընտրությունները կեղծելու նորագույն մեթոդներ, ընդհանրապես ոնց որ առաջ ոնց էին անում իմ երիտասարդության ժամանակ, որի էլի ես պայքարել եմ, արկղերը տանում էին, արկղերը բերում էին, կոպիտ գրեհի ձևով, հետո կամաց ուրիշ ձևի անցան, ընտրակաշառքները, բան, հիմա լրիվ ուրիշ ձևով արվելու առաջիկայում եւ դա շատ վատ է, իհարկե շատ վատ է։ ԿՊ-ում չեն հասկանում այս ամենը, այսինքն ԿՊ-ական падգամավորները, գործադիր իշխանության մարմիններում ներգրաված մարդիկ ի՞նչն է պահում։ Ամեն ինչ շատ վատ է եւ ի՞նչն է պահում, վախը։ Դե հիմա նախ մեր տեսակետն ենք ասում եւ երբեք տեսակետ արտահայտելուց դու չպիտի մտածես, որ դու ամենաճիշտն ես։ Իսկ ինչ վերաբերում է թե ԿՊ-ականներին ի՞նչն է պահում այդ թիմում, որպես դա այո, անհանգստությունը եւ վախը շատ բաներից ելնելու, Նիկոլ Փաշինյանը արդեն վերահսկվել ավտորիտար ղեկավարի, միանձնյա որոշումներ կայացնում, ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնում, որևէ մեկին չի վստահում։ Եվ հետեւաբար սա շատ սարսափելի իրավիճակ է ստեղծում մարդկանց մոտ, մարդիկ փորձում են իրենց դարձնել այնպիսին, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանից քաշվում են, նեղվում են, վախենում են ու այդ դիրքորոշումը ունեն, այլ իրենք են առաջարկում, որ այդ է իրանց դիրքորոշումը, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հաշվի առնում իրանց հետ։ Վախի մտնոլորտ, անհանգստության մտնոլորտը վաղվա կապակցությամբ։ Տեսեք, օրինակ նույն Նիկոլ Փաշինյանը ասում է, ես մաքրում եմ եկեղեցին, ես ազատում եմ հայ առաքելական եկեղեցին տարբեր տիպի մեղքերից։ Ինչ է կարծում առհասարակ դրա մասին։ Ինքը ասում է, բան եմ անում, նախ դա մի փոքր ճշմարտություն կա։ Օրինակի համար ես ինքս հավատացյալ չեմ, բայց ես եկեղեցին համարել եմ մեր համար, եւ քրիստոնեությունը ընդհանրապես մեր լինելիության կարևորագույն, այսպես կոչված հենասյուներից մեկը։ Ես ինձ քրիստոնյա եմ համարում, բայց հավատացյալ չեմ։ Եվ ես ինքս էլ որոշակի բաներ ունեցել եկեղեցականների նկատմամբ։ Բա հիմա, ասենք, այդ Արամը, որ հայտնվեց, այդ որ բան ելույթ ունեցավ, հետո որի հետևանքով Իոնեսյանը դիմեց դատախազություն եւ գործ հարուցեց, չէ՞։ Նոր գործեր հարուցվեցին։ Ասենք Արամի նման մեկին հայտնաբերել է եւ ժողովրդին ցույց տա, թե ինչպեսի կներեք բարեսամա սրիկա հոգեվորականներ կան, դա Նիկոլի շնորհքն է, որ իմ համար հայտնաբերեց այդ Արամին։ Դա որպես բան, այդպես կոչված համեմունք։ Իսկ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Ինքը չի ուզում եկեղեցու մաքրությունը։ Այդ նպատակը չի հետապնդում, ինքը ստում է, որովհետև եթե ինքը այդ նպատակն էր հետապնդում, ինքը 5 տարի առաջ էլ գիտեր, 7 տարի առաջ էլ գիտեր այն բացասական երևույթների մասին, որ ըստ իրա կա եկեղեցում, այդ թողեն ժամանակ աներ։ Հիմա ինքը սեբերվել է իր 4-րդ հանրապետության ցնորական գաղափարի վրա եւ եկեղեցին ուղղակի պարակտի, ասենք դարձնի Հայաստանի եկեղեցի այսպես կոչված կաթողիկոսություն դարձնելու ինչ կլինի, որ հետո ինքը այդ 4-րդ հանրապետության կոնտեքստում իր քայլերն անի։ Շատ վտանգավոր է, քան մենք պատկերացնում ենք էլեմենտար այդ բանը, որ ինքը բանից ազատվի։ Գարեգին Սփարզանի կաթողիկոսից ազատվի։ Էդ ի՞նչ է, այդքան պարզոնակ չի այդ ամեն ինչը։ Տեսեք, այսքան վտանգների մեջ հիմա դուք նշում եք, որ վտանգավոր է իրականում, բայց նույն դուք չեք միանում, օրինակ նույն իմպիչմենտին ասում եք թող իրան գան միանան մեզ, հա։ Չէ, դե մենք այդպես չենք ասում, իհարկե։ Մենք ասում ենք, մենք նախ ասում ենք, հայտարարել ենք արդեն, որ մեր պատճառով, պարոն Ասլանյանի եւ իմ պատճառով իմպիչմենտի գործընթացը չի տորպեդահարվի։ Այսինքն կգա X պահ եւ պարզ կլինի, որ դա կախված է պարոն Ասլանյանից եւ ինձնից, մենք որևէ, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պահանջի, առանց որևէ խնդրանքի կմիանանք այդ բանին։ Մեր պատճառով չի տորպեդահարվի։ Բայց մենք էլ ունենք մեր փորձառությունը, մեր մտածելու ձևը, մենք տեխնացու ունենք, պարոն Էդմոն Մարուկյանն է։ Ուրեմն նախ պետք է մեր ընդդիմադիր գործընկերները մեզ համոզեն, որ
իմ կողմից հարգված Դավիթ Համբարձումյանի տեխնատությունը շատ ավելի ընդունելի է, քան Էդմոն Մարուկյանի տեխնատությունը։ Ընդունելի է այն իմաստով, որ ասենք Դավիթ Համբարձումյանի դեպքում ավելի մեծ հավանականությունը, որ քպեականները որոշ քպեականներ կմիանան այդ գործընթացին, քան Էդմոն Մարուկյանի դեպքում։ Մենք այդպես չենք մտածում, մենք հակառակն ենք մտածում։ Երկրորդը, մենք ինչ նպատակ ենք հետապնդում։ Impeachment, մենք Նիկոլ Փաշինյանի հեռացնելն է, չէ՞ մեր նպատակը։ Ոչ թե իշխանությունը վերցնելը։ Դե իրականում հա։ Որովհետև եթե ես պետք է նպաստեմ նրան, որ հանրապետական կուսակցությունը գա իշխանության, ես դա չեմ անի։ Այսինքն օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը գնա, հետ գա հանրապետականը, դուք դեմ կլինեք։ Իհարկե։ Նիկոլ Փաշինյանը գնա, վերադառնա Ռոբերտ Քոչարյանը, դեմ կլինեք։ Իհարկե դեմ կլինեմ։ Այս պարագայում ով պետք է գա, այսինքն այս պարագայում հետևաբար պետք է լինի լայն կոնսոլիդացիա, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Լևոն Տեր-Պետրոսյան, էլի ինչ-որ լայն կոնսոլիդացիա, այդ կոնսոլիդացիան կանգնի իմպիչմենտի թիկունքին, ասի մենք գալիս ենք իշխանության, 6 ամսով ստեղծում ենք հավասարակշռված կառավարություն, Նիկոլին հեռացնում ենք, հոգնած է այդ մարդը, ինչպես ասում է Ասլայան Հակոբը եւ Հովիկ Աղազարյանը, հոգնած է այդ մարդը, սպառել է իրան, այն չի, գնա մի 4 ամիս հանգստանա, 26 թվականին գա ներկայանա իր ծրագրով, պետությունը կործանելու ծրագրով, դաշնակցությունը գա իր ծրագրով, ասի սիրելի ժողովուրդ, եթե ինձ ընտրում եք, ապա ես 2 օրում լուծում Արցախի հարցը, մի 3 օր քեֆ եմ անում, գինի ենք լցնում աման, հետո այդ մենք ղարս մարս եւ այլ հարցեր ենք լուծում։ Այն մյուսները թողան ինձ ծրագրով եւ թող ժողովուրդը 26 թվականին ընտրի։ Այսինքն 6 ամսով ստեղծենք հավասարակշռված կառավարություն, այդ հավասարակշռված կառավարությունը ստեղծի պայմաններ, որ 26 թվականին տեղի ունեն արդար թափանցիկ ընտրություններ։ Շատ բարդ բան եք ասում։ Հիմա եթե մենք համարում ենք, դուք համարում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը չարիք է բերում հիմա Հայաստանին։ Այո։ Եթե համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չարիք է բերում Հայաստանին եւ մնալով ավելի շատ չարիք է բերելու, Սերժ Սարգսյանը չարիք բերում էր Հայաստանին։ Բերում էր։ Այո։ Ավելի շատ թե քիչ։ Բայց Սերժ Սարգսյանը չի արել այնպես, որ ես եւ Նիկոլ Փաշինյանը գանք իշխանության։ Ինքը չի եղել մեղավոր։ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ չարիք բերում, թե Նիկոլ Փաշինյանը։ Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Ողորմածիկ։ Այսինքն տեսականորեն մենք այստեղ որպեսզի հասնենք ինչ որ համաձայնության, այո, պետք է բացառենք բոլոր նախկին ղեկավարների վերադարձը, Լևոն Տեր-Պետրոսյան, ոչ, ես չեմ բացառում։ Եթե ժողովուրդը կընտրի Ռոբերտ Քոչարյանին, ես ծառա, եթե թույլ տա, որ ես ծառա եմ։ Եթե ժողովուրդը կընտրի Սերժ Սարգսյանին, ես ծառա, եթե թույլ կտա, որ ես ծառա եմ։ Եթե ժողովուրդը կընտրի Լևոն Տեր-Պետրոսյանին, ես ծառա, եթե թույլ կտա, որ ես ծառա եմ։ Բայց այս ձևով մանիպուլյացիա անել եւ ասենք գալ իշխանության եւ ես էլ օգնեմ դրան կամ պարոն Ասլանյանը օգնի, դա մեր համար անընդունելի է։ Ասում եմ, եկեք ստեղծենք հավասարակշռված կառավարություն 6 ամսով։ Եվ այդ դեպքում հնարավոր է նաև հաջողության հնարավորություն ավելի մեծ լինի։ Ժողովուրդը կհասկանա, այս մարդիկ երբեմն անտագոնիստական գաղափարներով հավաքվել են մի բանի շուրջ, որովհետև յուրաքանչյուրին թվում է, թե հայրենիքի փրկության ծանր բեռը դրած է իր ուսերին, բայց յուրաքանչյուրին խանգարում է Նիկոլ Փաշինյանը։ Դե Նիկոլ Փաշինյանը, այնը չեք ասում, հեռացնենք։ Նիկոլ Փաշինյանը հեռացնենք իշխանությունից, թող ինքը նորից մասնակցի 26 թվականի ընտրություններին։ Ինչի է վախենում Նիկոլ Փաշինյանը 26 թվականի ընտրություններին մասնակցելուց, եթե ինքը վստահ է, որ ժողովուրդը իր տեսակետերը կիսում է եւ իր կողքին կանգնած է։ Թող ընտրվի, ընտրվի երկիրը վարի տա։ Ամեն ինչը մենք կենտրոնացնում ենք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, բայց գոյություն ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կիսում է պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ միասին, թե օրինակ նույն բնութագրենք վատ քայլեր, կործանիչ քայլեր, վատ քաղաքականություն, դավաճանական քայլեր, այսինքն այդ ամենը մենք վերագրում ենք մենակ Նիկոլ Փաշինյանին, դա Նիկոլ Փաշինյան անձի պատասխանատվությունն է, թե կուսակցությունը։ Չէ, կուսակցությանը պատասխանատվությունը, որտեղ կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանին սարքել Նիկոլ Փաշինյան։ Որովհետև տեսեք հիմա որովհետև 5 տարվա 6 տարվա առաջ կամ ես ասենք ես տարիքից ասենք ինքան միամիտ եմ որ շատ բաներ չեմ հասկացել բայց այդուհանդերձ ես թվում է որ 6 տարվա առաջվա Նիկոլ Փաշինյանը ուրիշ մարդ է հիմա Նիկոլ Փաշինյանը բոլորը ուրիշ մարդ է։ Հիմա օրինակ դուք ունեք պատասխանատվություն ըստ ձեզ։ Իհարկե 2020 թվականին բնականաբար ես էլ պատասխանատվության բաժին ունեմ ասենք օրինակ եթե վաղը չեմ իսօրը բանալվի
մահապատիժը վերականգնվի, ապա ենթադրենք թե պիտի Նիկոլ Փաշինյանի գնդակահարեն, ինձ մի 15 տարի էլի, վերջին գնդակահարել, որտեղ քեսից բան եմ արել, հասկացել եմ որ քեսից հասկացել եք, այլ։ Օրինակի համար, ասենք բա մենք ենք մեղավոր, բա մեղավոր շրջապատն է մեղավոր, ով է մեղավոր։ Նույնիսկ Վագն Սարգսյանը, շատ մոտիկ ենք իրար, լուսավոր տղա, բայց տղա, հայրասեր մնաց, եթե էր ինքը, բայց որպես պետական գործիչը չկար, ով սարքեց իրան այդպիսին, իր շրջապատը, Վազգեն, հետո Աղազարյան, դուք եք սարքում, Նիկոլ Փաշինյանին համեմատում եք Հիսուսի հետ, հենց դրանով է սարքում եք։ Այո, ես ասում եմ իմ մեղքի բաժին ունեմ, բայց ես իրան չեմ համատել էլի Հիսուսի հետ, ես ասել եմ, երբ որ ես ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանին, ես անհավատաս մտածել եմ, որ կարող է գոյություն ունեցել, հարություն, մարություն, ոչ հավատացել, ոչ հավատում, ոչ էլ կհավատամ։ Հետո մի կողմ թողնենք։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասենք, այն իմաստով, որ մարդ, այն ժամանակ գերեվիդեվի մարդ ա եղել, որ կարողացել է մասաների վրա ազդի, իր բանով, խոսքով, իր պահվածքով եւ այլ։ Այդ իմաստով եմ ես համատել։ Հետ խոսքից հետ չեմ կամ կարող դնենք նայենք։ Տեսեք, դուք ազգային ժողովում, օրինակ, երբևէ հարցրել եք նույն ընդդիմադիր պատգամավորներից, որ հարգելի ընդդիմադիրներ, ոնց է ստացվում, որ բիզնես հատվածում դուք ոչ մի խնդիր չունեք օրինակ իշխանության հետ, ձեր հետ փոխկապակցված մարդիկ, հա, երբևէ խոսել եք այդ մասին, թեկուզ անձնական զրույցներ։ Չեն խոսել, բայց ես դա ինչ-որ իմաստով բնական եմ համարում։ Տարբեր խնդիրներ չպիտի խառնենք իրար։ Ապօրինի ձեռք բերած գույքի բնականությունը մի խնդիր է։ Իսկ այն որ հարուստ մարդիկ շահում են տենդերները, դա տրամաբանական է։ Հիմա ինչ անենք, բռնենք ոնց որոշենք, միջև որտեղ որոշվի պետությունը կամ իշխանությունը, միջև որտեղ որոշվի, որ ստանցից ներքև թույլ տա մասնակցեն տենդերներին, ստանցից վերև թույլ չտա մասնակցեն տենդերներին։ Դա ճիշտ մոտեցում չի իմ կարծիքով։ Հետևաբար ստե մի քիչ շատ նուրբ է այդ խնդիրը։ Նորից եմ ասում, ապօրինի ձեռք բերված գույքը միջև այսօրվա հաշվարկով էլ պետք է խելամիտ ձևով հետ բերվի պետությանը, բայց մյուս կողմից չես թողնի։ Հիմա կներեք, ես էլ եմ պատգամավոր եղել 90 թվականին, 90-95 թվականները, էլի շատ մարդիկ են պատգամավոր եղել։ Այս շատ մարդկանցից շատերը այսօր միլիարդատեր են։ Բա ոնց է տենց։ Ես բանը, սովորական ասենք ապրող քաղաքացի եմ։ Դա նշանակում է, որ իրանք ինձ ավելի խելոք են եղել, չէ՞, բա գողացել են, թալանել են, սպանել են։ Հա, ավելի խելոք են։ Դե հիմա մարդիկ անցել են, չէ՞ որ բանի միջից, որ վաստակել են էդի։ Հիմա դե վաստակել են, ջանդամը թե չեն վաստակել։ Հիմա բռնենք ավելենք, թե թողնենք աշխատեն հարկերը վերցնենք, նրանք ինչ են անում։ Բայց ստուգենք ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնենք։ Դրա հետևանքները վերացնենք ֆինանսական ձևով, վերադարձնենք։ Էդի դա չպիտի խառնենք իրար այդ բաները։ Հետևաբար կներեք պատասխանելով ձեր հարցին, այն իմաստով որ շահում են տենդերներ, այո, շահում են տենդերներ, ես մի հատ օրինակ էլ կա երկար այդ հարմար չեմ գտնում պատմեմ, ասենք ես ժամանակին լինելով շարքային, ավելի քան շարքային ընտանիքի զավակ լավ եմ սովորել եւ դպրոցում եւ համալսարանում եւ այլ ասպիրանտուրա եկել մյուս անընդհատ իմ կյանքում անընդհատ դժվարություններ ա եղել ես մաքարելով այդ դժվարությունները մաքարելով բան եմ արել եւ այս տարիքում հետո կա երիտասարդի հետ պատգամավոր դառա բաները բայց ես մի հոգի չէ իմ նման հազարավորները կային որոնք մեծ մասը հավես չարեցին այդ բանի միջով անցնեն եւ իրանք գնացին Հայաստանի այս կորան, այս կոմենկով եւ մենք գործում ենք մեր գենոֆոնդը, որովհետեւ այդ ամեն ինչը շատ վատ է։ Նայեք, դուք Նիկոլ Փաշինյանին անձնապես ճանաչում եք, շփվել եք իր հետ, կարծում եմ ընկերություններ արած կլինեք ինչ-որ մի շրջանում։ Ընկերություն չէ, բայց մոտիկ եք եղել, այո։ Մոտիկ եք եղել։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը ընդունակ է թալանել, հա, ինքը շատ է, չէ՞, սիրում, չէ՞։ Չի թալանում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ընտանիքը բացարձակապես չի օգտվում պետական բյուջեի միջոցներից, ավելին քան իր։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյան, ես ասում եմ Նիկոլ Փաշինյան, ես Աննայի Հակոբյանին չեմ ճանաչում։ Հա, Աննա Հակոբյանին չեք ճանաչում։ Իսկ ներկա իշխանությունը թալանի հետ կապված է, ըստ ձեզ, հիմա իրանք կոռուպցիա, իշխանության որոշ անդամներ իհարկե կապված են։ Եվ ոնց է Նիկոլ Փաշինյանը հանդուրժում, չէ՞ որ ինքը հենց դրա հիման վրա է կապված։ Շատ բարձր հանդուրժում, երբ որ մենք իշխանության չէինք եւ քննարկումներ էինք ունենում օրինակի համար ես ասում եմ որ վերստուգիչ որոշ մարմիններ պետք է տրվի ընդդիմությանը օրենքի ուժով ոչ թե քվեակեք խորհրդարան բան տանք թե չտանք մասամազերը այսինքն քաչալա չտանք իրան վերե գանգուր մազերը որ տանք բանը պաշտոնը իրան չէ
որոշ մարմիններ պետք է տրվեն ընդդիմությանը։ Շատ լավ համաձայն են երիտասարդ իմ գործընկերները, բայց երբ որ եկան իշխանության, իրանք հետ նահանջեցին։ Մենք պարոնական նկատի ունենք, որ եթե մենք ընդդիմություն դինենք, բայց եթե մենք իշխանություն ենք, մենք սրբեր ենք, չէ՞, դուք էլ, մենք էլ, բոլորը սուրբ ենք, սուրբերի վերահսկելը ո՞րն է։ Հետևաբար մի րոպե, հետևաբար հստակ հենց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դու պետք է տաս ընդդիմությանը, մեխանիկորեն, տաս ընդդիմությանը, մի հոգի մարդու ունես երիքը։ Բայց եթե դու դա պահում ես քեզ, դու դա արդեն որպես մահակ ես օգտագործում։ Հետևում ես կոռուպցիոն ինչ դրսևորումներ կան, հավանական, մոտիկ, ինչ է խոսացել Աղազարյան Հովիկի հետ, քանի ящик արկա խաղող, ինչքան $200,000 եւ այլ, բանա, էմիսիոներ լնեց։ Հետո ով որ իրան վատա պահում, այսպես կոչված քաղաքական իմաստով, իրան հաշվարկներ ես տալիս, դուս ես դառնում։ Հետևաբար դու դա օգտագործում ես արդեն իջար ես։ Դուք ինչ վատ բան եք արել, որ ձեր հետ տենց վարվեցին, պարոն Աղազարյան։ Ուրեմն վատ բաներից հետևյալը, որ դե գիրքս արդեն լույս է տեսել, իհարկե, շնորհանդեսը կլինի շուտով։ Ես միջև հեղափոխություններ քչերից մեկն եմ եղել, որոշ դեպքերում մենակ եմ եղել, որ կարողացել եմ հակառակ տեսակետ հայտնել Նիկոլ Փաշինյանի տեսակետին։ Շատ դեպքերում, ասենք նաև պայքարելով։ 1-2, ուզեմ մի օր այսպես, մի օր այնպես, հետո խորացավ այդ process-ը։ Պատերազմից հետո, երբ որ սկսեց բանակցային գործընթացը ասենք Ադրբեջանի հետ, գործընթացը, ես անդադ հարց էի բարձրացնում, պարոն Փաշինյան, պարոն Միրզոյան, բանակցային գործընթացի ժամանակ արդյոք քննարկվում է փախստականների վերադարձ Հայաստան-Ադրբեջանի, այսպես կոչված փախստականների։ Իրանք ինձ ասում էին ոչ։ Դա ինձ բավարարում էր։ Հետո եկավ, ասենք մի տարի կես առաջ արդեն 2 տարի առաջ մոտավորապես, երկու կարևորագույն հարցի բան եղավ, քննարկում եղավ, կներեք պիտի ասեմ, ստիպված որպեսզի բան հարցերից մեկը այն էր, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը մանկահասակ երեխաների մորը կալանավորել էին։ Ցանկացած մեկի դեպքում ես մի դիրքորոշում կունենայի, ես այդտեղ ակտիվություն ցուցաբերեցի իմ ցանկացած մեկ ասացի, քիշեցի, մինչև այդ դեպքը տեղի ունեցել նաև Տաթևիկ Վիդակյանի կալանք։ Ցանկացած մեկի եթե ես իմանայի, ես տեղյակ կլինեի, ես չեմ մտածել։ Տեղյակ չեք եղել։ Այո։ Որովհետև մանկահասակ երեխաների մորը կալանավորելը դա, ասենք, բանը միջնադարյան, ասենք, մոտեցում է։ Եթե այդ մարդը, ասենք, փողոց դուրս չգա, ինչ-որ մեկի կոկորտը կրծի սպանի, թող իր երեխեքի մոտել է տնային կալանք տվեք հարցերը քննարկե։ Խոսել եք Ալեն Սիմոնյանի։ Ոչ թե այո, ես ոչ թե խոսել եմ, ես համակցություն հարց բարձրացրեցի եւ քանի որ շատ նուրբ հարց էր, համակցությունը պաշտպանեց իմ տեսակետը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 օր հետո տանն էր։ Այդքանից հետո Ալեն Սիմոնյանը ոնց դուրս եկավ։ Դե չգիտեմ, ես դանագություններ ունեմ, իմ հետ իր այդ խոսակցություններ կա, Ալեն Սիմոնյանի հետ խոսակցություններ կա, թե ինչ է, ինչի, դա ուրիշ թեմա է, բայց հիմա ես խոսքս ավարտեմ։ Հաջորդը, սա վարչապետին դուր չեկավ։ Հաջորդը, դրանից 2 շաբաթ հետո օրակարգ բերեց մեր հետ հանդիպման ժամանակ վարչապետը, որ պիտի Եվրոմիություն դիմագրելու հարցը, Եվրոմիություն անդամ դառնալու հարցը։ Միակ մարդը, որ դեմ խոսած, դա ես էի։ Ես չեմ ասում միակ մարդը, որ դեմ էր, դա ես էի, բայց որ դեմ խոսացի, դա ես էի։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Հետո դրանից հետո մի շաբաթ հետո նորից քննարկում եղավ, այս ժամանակ արդեն բոլորն էին դեմ։ Այո, մեկ ասում էին վաղաժամը, մեկը ասել տարի բաներ։ Եվ արդյունքում Նիկոլ Փաշինյանը խաղացրեց այդ կապիկությունը, Եվրոքվե, բաներ այդ կապիկությունը խաղացրեց թիմին կանգնեցրեց փաստի առաջ։ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ որոշ դեպքերում ես կարող եմ ասել որոշ ընկերների, իմ գործընկերների կոնսոլիդացնել, այսքան բանի հետ կապված դիրքորոշում ունենալ, դա տարիների ընթացքում է ինքը զգացել։ Եվ փախստականների մասնավորապես վերադարձի հարցը, որ ամենասարսափելին ես այդտեղ տալու էի, այսպես կոչված պասնիդնի բոյ, ինքը բաներ է։ Պատժեց։ Այո։ Բա այդ ես չեմ հասկանում, այսինքն դուք Ալեն Սիմոնյանի հետ, Ալեն Սիմոնյանին բավականին լուրջ աջակցություն եք ցուցաբերել, հա, ձեր դեմ լինելով, վնասելով ձեզ։ Ալեն Սիմոնյանին չէ, ազգային ժողովի նախագահին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, եթե ձեզ հաճելի է։ Բա հետո ինքը ինչի՞ց էր հետ այդպես վարվեց։ Որպեսի ցույց տա Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ավելի Նիկոլ Փաշինյանն է, քան թե Նիկոլ Փաշինյանը ինքը։ Դուք հավատում եք, որ ԿՊ-ից ինչ-որ պատգամավորներ կմիանան իմպիչմենտին։ Համապատասխան ժողովրդական ճնշման դեպքում այո կմիանան, բայց դրա համար եմ ասում, այնպեսի բանաձև պիտի գտնվի, որ այդ ժողովրդական ճնշումներ հնարավոր լինի ապահովել։ Եթե ժողովրդական ճնշումը չապահովես,
հնարավոր չի լինի։ Ժողովրդական ճնշում ապավելու դեպքում կարող է հնարավոր լինի։ Կարող է։ Այո։ Հա, իսկ վախն է պատճառը, վախը, շանտաժը, ի՞նչն է պատճառը, ինչու՞։ Ոչ պիտի միանան։ Դե հա, հիմա բանը, փաստորեն այս վերջի մեզանից սկսած Պարոնասյանից եւ ինձ սկսած փաստորեն Նիկոլ Փաշինյանին հաջողվել է թիմը սարքել շատ կուլ, թիմ մի հատ գորշ, ասենք անդեմ մարդկանց մի համախմբություն, որտեղ յուրաքանչյուրը ասես երրում այդ կացան, յուրաքանչյուրը ցույց տա, որ ինքը Նիկոլից ավելի Նիկոլա։ Սանդրակել ունենք, չէ՞ մենք։ Վարկանիշային։ Ով է հաղթել ընտրություններում ըստ Ես չեմ կարող ասել 2026 թվականին ով գաղթի ընտրությունները, որտեղ դժվար է այսօր ասելը, ես կարող եմ ասել հաջորդ կիրակի ով գաղթի։ Հաջորդ կիրակի գաղթի Նիկոլ Փաշինյանը։ Բայց Կարապետյանը ինչ կարծիք։ Սամվել Կարապետյանի թիմը քաղաքականապես հասու թիմ չի, շատ լավ տակտիկային իրանք իհարկե որդեգրել, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ շատ լավ տակտիկային որդեգրել, չեն օգտագործում տեսված բառեր, դավաճան եւ այլ, իրանք իրենց խոսքն են ասում, դրանով նաեւ իրենց արժեքն են բարձրացնում, ուժն են բարձրացնում, բայց Նիկոլ Փաշինյանը թողնելու է, որ Սամվել Կարապետյանի շուրջ հավաքվեն քաղաքական ուժեր եւ անհատներ եւ Վահագ Հովակիմյանի ինքնից շատ հարգված Վահագ Հովակիմյանի միջոցով ընտրություններից քվեարկությունից մի 10-15 օր առաջ դուրս տանելու այդ ուժին քվեարկությունից չեն մասնակցելու քվեարկությանը եւ հետեւաբար սա պետք է հաշվի առնի Սամվել Կարապետյանը եւ իրեն սատարող այդ բոլոր ուժերը պետք է հաշվի առնեն եւ հիմա իմ բիզնեսի հետ կապված հնարավորություն օգտագործել։ Ինչ կարծիք ունեք Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը եւ Արագած Օդնիկյանի առաջնորդը գտնվում են այս պահին կալանքի տակ։ Դուք ինչ եք անում այդ մասով, ինչ որ բան անում եք, թե կարծում եք, որ ճիշտ է անում։ Չէ, ես անելու բան չունեմ հատուկ, ճիշտ ասած, ես Բագրատ Սրբազանի հետ կապված իմ տեսակետը ես միշտ արտահայտել եմ բացասական ա եղել, Միքայել Սրբազանի հետ կապված իմ տեսակետը միշտ դրական ա եղել, մինչև այս դեպքերն էլ ես լսել եմ իր հարցազրույցները, իր խոսքը եւ այլ։ Այն ինչ որ տեղի անում այսօր Բագրատ Սրբազանի շուրջ, դա կապիկությունա սարքած է ամեն ինչը, որտեղ չի կարա, ինչքան էլ կարծիքի իր նկատմամբ բացասական է, չի կարա այդ մագարտակի մարդը եւ իր շրջապատը այս սցենարով որ նկարագրում են հեղաշրջում անի, գա իշխանության, հետո այդ իշխանությունը ինչ անել, ում է դա կարող է շփվի։ Ասենք այս ամեն ինչը սարքած է այդ իմաստով։ Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին, ապա այստեղ նույնպես ուղղակի վտանգ էին տեսնում եւ մեկուսացրեցին, որովհետեւ մի քանի տարի աշխատած խոսքը վերել այսօր շուբան դասներ, ես իրավաբանական գիտելիքներ չունեմ, չեմ կարող ամեն ինչը մեկնաբանեմ թե ինչ է, ինչու է, բայց սա քաղաքականությունը թույլատնելու համար ընդդիմությանը մարդկանց մոտ ապաթիա առաջացնելու, որպեսզի հնարավորինս քիչ մարդ գա ընտրություններին, իր ընտրազանգվածը կգա եւ ինքը կհաջողի։ Իսկ այս վերջի դեպքերն էլ, որ տեղի ունեցավ, ծիծաղալու է։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, որովհետև տարբեր կարծիքներ կան։ Մեկը Նիկոլ Փաշինյանին եւ Սերժ Սարգսյանին է նույնականացնում, մյուսը Ռոբերտ Քոչարյանին եւ Նիկոլ Փաշինյանին է նույնականացնում։ Ըստ ձեզ։ Ըստ ինձ, ես չեմ կարծում, որ ինչ-որ պայմանավորվածությունների մակարդակով, բայց որ հակասությունների միասնություն, ապա փաստորեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը հակասությունների ճակատավոր ասած գեղեցիկ միասնություն են։ Մեկի գոյությունը այսօր պայմանավորված է մյուսի գոյությամբ եւ Նիկոլ Փաշինյանը այդ գիծը շարունակում է։ Իսկ ձեր դիրքորոշումը տեսեք դուք առաջադրել եք նույն Էդմոն Մարուքյանին։ Էդմոն Մարուքյանը ինչով է տարբերվում նույն Նիկոլ Փաշինյանից։ Էդմոն Մարուքյանը ոչինչ չի տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Էդմոն Մարուքյանը 100 անգամ ավելի վատն է, քան Նիկոլ Փաշինյանը, բայց եթե Էդմոն Մարուքյանի միջոցով հնարավոր է 6 ամսով ձևավորել հավասարակշռված կառավարություն եւ գնալ 26 թվականին արդար ընտրությունների ինչի՞ չանել։ Փոշմանել եք, որ 2018-ին միացաք Նիկոլ Փաշինյանին։ Ես 2018-ին չեմ միացել, հիմնադիր համաժողովի անդամ եմ եղել կուսակցության, 13 թվականից եմ ծանոթ, չեմ փոշմանել, որովհետեւ բոլոր դեպքերում լինելով թիմի անդամ, ասենք ես շատ դեպքերի վրա կարողացել եմ ազդել։ Իսկ փոշմանել եք, որ 2020 թվականին դուրս չեկաք ԿՊ-ից, սպասեցիք։
Չէ։ Չեք փոշմանում։ 21 թվականի ընտրությունները որ եղավ, ոչ չեք ասի որ կեղծվել է ընտրությունները։ Խափել են այդ ուրիշ հարց, բայց ոչ չի կեղծվել։ Այսինքն ժողովուրդը վստահության քվետվել է, հետևաբար ես չէ։ Այսինքն ես բանը, եթե ամեն ինչ լիներ իմ սրտով, այսպես կոչված իմ սրտով, իմ հասկանալով, ապա այս կարգավիճակում չէի հայտնվի։ Եթե վտանգ չունենայի, վտանգ չզգայի, որ այդ փախստականի վերադարձ Հայաստանի, այսպես կոչված, այդ 4-րդ հանրապետության ստեղծման այդ տխրահարշակ գաղափարը, եթե դրանք չլիներ, ես էլ ինքնին կլինեի։ Հա, այսինքն միակ խնդիրը Չէ, միակ խնդիրը չէ, էլի կան լիքը խնդիրներ, բայց ես այն եմ ասում, որ ասում ակնառու է։ Ես երբ որ ինձ վռնդեցին այդ ժամանակ, ես ասում եմ, որ հարց կա, որ չեմ կարող հիմա ասել, որ այդ ժամանակ հանրավոր ոչ մեկը չէր խոսում այդ մասին, փախստականի վերադարձի մասին։ Հետո բոլորը խոսացին, բոլորը խոսում են։ Եվ այսօր էսի բանա, գնումա դեպի դրան։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, գնալու է դեպի դրան։ Փախստականի վերադարձը անելու որ չընտրվի։ Դուք օրինակ, տեսեք, դուք մասնակցել եք հեղափոխությանը, պայմանական հեղափոխությանը, դուք եղել եք քաղաքացիական պայմանագրի անդամ, իրենց հետ միասին անցել եք 44 օրյա պատերազմը, դուք ընդունում եք, որ դուք ունեք որոշակի պատասխանատվություն այս ամեն ինչի համար, դուք ինչ եք անելու այդ պատասխանատվությունից ելնելով, հա։ Հիմա օրինակ եմ այս մեր զրույցը, որ մենք զրուցում ենք դեռ շատ սուր հարցեր եք տալիս, ինչ եք կարծում, ի նպաստին չի է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, թե չընտրվի։ Նայած որ տեսանկյունից նայենք։ Ձեր տեսանկյունից։ Մեկի մոտ կարող է հակառակ էֆեկտը տալ, այսպես ասած։ Ասենք մեր զրույցը ես ասենք բան եմ անում, իրականում Նիկոլ Փաշինյանի քարոզն եմ անում։ Ես չեմ կարող նման բան ասել։ Ես բոլոր դեպքերում ես կարծում եմ որ չէ, եւ կարծում եմ ես քայլներ, ասենք որ դեր զրուցում եմ հնարավորություն ունեմ, աշխատում եմ այնպես անել, որ ասենք կընտրողները քաղաքացիները հասկանան, որ պետք չի Նիկոլ Փաշինյանին ընտրել։ Եվ հետագայում էլ ավելի մենք պարոն Ասլանյանից մենք ծրագիր ունենք, ամեն ինչ ծրագրով կներկայանանք, ինչքան որ մասնակցելու եք, եթե մասնակցել ենք, ինչ ֆորմատով չգիտեմ, բայց մասնակցելու ենք։ Հետևաբար մենք ամեն ինչ ինչքան որ biz հնարավորություն ունենք։ Իսկ օրինակ, եթե ընտրություններին ԿՊ-ի հետ միանա, հա, պայմանական ենթադրենք ԿՊ-ի հետ միանալու տարբերակ եղավ։ Եվ ձեզ ուզող այդ երկու հարցը, որը որ դուք ասացիք, դա չեղավ փախստականների վերադարձի հետ կապված, հա օրինակ, եղավ ձեր սրտով, ձեր բառերով ասած։ Եթե այդպես իրավիճակ է, որ մենք ասենք հայտնվել ենք խորհրդարանում, պարոն Ասլանյանի հետ, մեր փոքրիկ ասենք թիմում, եւ մեզանից է կախված թե ով պետք է լինի վարչապետ, եւ եթե մեզ քաղաքացիական պայմանագրի գործակցությունը, խմբակցությունը հիմնվա այն ժամանակ բանա հասկանանք, որ դա չի լինելու Նիկոլ Փաշինյանը չի լինելու ձեր ասած բաները փախստականների վերադարձ եւ մի քանի բաներ չի լինելու ապա պայմանով որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ կարող է միանալ հա այսինքն ամեն դեպքում այդ պայմանը մենք ամեն ինչ անելու ենք որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ որովհետեւ ինքը իրեն որպես մարդ որպես քաղաքական գործիչ սպառել է ինքը արդեն վերածվել քանի որ ինքը սպառել է արդեն ինքը վերածվել ավտորիտար ղեկավարի եւ կամաց արդեն վերածվում բռնապետի է վերածվում իսկ կողմ կլինեք որ օրինակ Լևոն Քոչարյանը լինի վարչապետ օրինակ ենթադրենք չէ Ռոբերտ Քոչարյանը չէ Սերժ Սարգսյանը ով այդ բարագայում տեսեք ասում ենք Նիկոլ Փաշինյանը չլինի բա լավ հիմա անուններ ենք տալիս չէ բոլորին Նարեկ Կարապետյան օրինակ Նարեկ Կարապետյան կարելի է մտածել Այո Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Աղազարյան, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Կրեպերի սրճարանում, որտեղ կարող եք գալ Մոսկովյան 20 հասցեում համտեսել շատ համեղ եւ հետաքրքիր ուտեստներ։ Մեր հաղորդման հովանավորն է նաեւ Ֆինա Խաշվապահական ընկերությունը, շնորհակալություն, լավ մնացեք։